Բարև ձեզ։ Դուք դիտում եք Հայկական աշխարհ հեռուստանախագծի հերթական թողարկումը։ Մենք արդեն երրորդ ամիսն է, ինչ եթերում ենք, իսկ այն գաղափարը, որի շուրջ ձևավորվել է հեռուստատեսային այս նախագիծը, արդեն 1 տարեկան է։ Այսինքն մենք ֆիքսում ենք միջանկյալ այն հանգրվանը, որտեղ արվածն իմի բերելու անհրաժեշտություն կա։ Ինչն է ստացվել, ինչը չի ստացվել, ինչն է իրատեսական, ինչը ոչ։ Անշուշտ կա եւ մեկը եւ մյուսը, բայց այս հանգրվանում կարևորն առանձնացնելն է ոչ միայն նպատակը, այլև այդ նպատակի իրականացման գործիքները։ Իսկ ավելի ճիշտ, էականն այս հանգրվանում այդ գործիքները նպատակային կիրառելն է։ Ասվածը կարելի է հեռուստանախագծի ձեռքբերումը համարել, բայց համարել այն ձեռքբերումը, որը կարող է գործի գցել նաև հայկական ներուժի մյուս օղակները։ Հակառակ դեպքում դժվար կլինի խոսել լիարժեք աշխատանքի մասին։ Այսօր մենք կփորձենք դիտարկել վերնշված օղակների մասնակցության աստիճանն ու նպատակամղվածությունն այն գործում, որի տիրույթում համահայկական խնդիրներ են դրված։ Եվ այսպես։ Այսօրվա քննարկմանը մասնակցում են Երևանում Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Բարև ձեզ, Տիկին Հակոբյան։ Մոսկվայում Արա Աբրահամյանն է, Ռուսաստանի հայերի միության եւ համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ։ Եվ իմ գործընկեր Վայա Ավանեսյանը, բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Իսկ Լոս Անջելեսում այսօր Գլենդելի քաղաքապետ Արան Աջարյանն է, բարև ձեզ, պարոն Աջարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ֆորմատը այսպիսին է, մեկնարկը հաղորդման տալիս ենք Երևանից եւ այդ խնդիրը դրված է Տիկին Հակոբյանի ուսերին այս պահին։ Տիկին Հակոբյան, դուք ըստ երևույթին ամենաքաջատեղյակներից մեկն եք, գիտեք մեկնարկը, գիտեք հեռուստատեսային այս նախագծի նպատակը, ինչ է մեր ուզածը։ Մենք նույնպես կարծես թե այս հանգրվանում պատկերացնում ենք, որ ճանապարհով ենք գնում, ինչն է ուղղելի, ինչը պիտի շտկել, ինչը պիտի ավելի լավ անել, բայց ուզում ենք հասկանալ նաև թե ով կմիանա այս նախաձեռնությանը, ոչ թե միանալ, ով է ամրացնելու այս նախաձեռնությունը, այդ թվում նաև պետական օղակներ, հասարակական կազմակերպություններ, միություններ։ Այսօր հենց այդ օրն է, որ մենք ուզում ենք ֆիքսել, մինչև այսօր ով ինչ է արել եւ ով ինչ կարող է անել։ Եվ խոսքը տալով ձեր անելիքը փորձենք պատկերացնել այստեղ։ Նախ ես ուզում եմ ողջունել այս հեռուստաձրագիրը, որովհետև այն յուրօրինակ ձև է, միջոց է, որովհետև մենք կարողանանք ամբողջ հայկական աշխարհին իրոք տեղեկացնել շատ ու շատ խնդիրներ, որովհետև շանտ հեռուստաընկերությունը կարողանում է իր ծրագրերի միջոցով դուրս գալ հայկական համայնքներ եւ ամենագլխավոր խնդիրը լուծել, տալ տեղեկություններ։ Իսկ այն գաղափարը, որ դուք դրել եք ձեր հայկական աշխարհի հիմքում, դա Հայաստան պետության եւ ամբողջ հայության հզորացման խնդիրն է։ Հետևաբար յուրաքանչյուր կառույց, փոքր թե մեծ, պետական թե ոչ պետական, կարծում եմ պետք է իրեն ներգրավված համարի այս ծրագրում, որովհետև եթե մենք ուզում ենք հայությանը զորացնել, եթե ուզում ենք Հայաստանը հզորացնել, դա նշանակում է դա յուրաքանչյուր հայ խնդիրն է։ Եվ այստեղ ակնհայտորեն իր կարևոր տեղն ու դերը ունի Սփյուռքի նախարարությունը, որովհետև Սփյուռքի նախարարությունը ինքը ստեղծվել է, որպեսզի Հայաստան-Սփյուռք կապերը առավել ամրացնի, առավել սերտացնի եւ համակարգի պետական եւ ոչ պետական կառույցների եւ կազմակերպությունների գործունեությունը այս բնագավառում։ Այսինքն իմանալ ոչ միայն իրար, այլև տեսնել ինչ շահեր կա իրար կապող։ Անպայման, նախ Բերեք շկուսապենք նաեւ ուղիղ դա ասելու։ Ես կարծում եմ նախ հենց մեր հիմնական խնդիրը մարդկային, ֆինանսական կարողությունների, կազմակերպությունների, ռեսուրսների հայտնաբերումն է եւ այն օգտագործումը Հայաստանի եւ Սփյուռքի զորացման համար։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք չգիտենք մեկս մյուսին, մենք չենք կարող նաեւ միասին գործակցել։ Դրա համար այն բանաձևը, որով Սփյուռքի նախարարությունը այսօր փորձում է աշխատել, դա ճանաչել, վստահել եւ գործակցել։ Ես գտնում եմ, որ հատկապես վստահության էլեմենտը շատ կարեւոր է, որովհետեւ եթե մարդիկ իրար չեն ճանաչում, նաեւ իրար չեն կարող վստահել։ Իսկ եթե չկա վստահություն, չի կարող լինել երկխոսություն եւ նաեւ գործելու հնարավորություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ այս 3 գլխավոր սկզբունքները պետք է կիրառել հայկական աշխարհում։ Որ սկզբունքները։ Ճանաչել, վստահել եւ գործակցել։ Եվ գործակցել։ Հիմա ավելի շատ մեր նպատակը արդեն գործ տեսնելն է, Տիկին Հակոբյան։ Եթե
գործնականում պատկերացնենք մեր արածը, կարող ենք այսօր որևէ արդյունք ցույց տալ, ինչի ենք հասել։ Եթե դիտարկելու լինենք Սփյուռքի նախարարության 2 տարիների գործունեությունը։ Նախ ֆիքսենք, մենք նույն ճանապարհով ենք գնում, այդպես է թե։ Այո, ես ողջունում եմ։ Հեռուստատեսային սեգմենտը մի բան է, Սփյուռքի նախարարության սեգմենտը մի բան է, Մոսկվան իր գործն է անում, Լոս Անջելեսը իր գործն է անում եւ ընդհանրապես Սփյուռքի շերտերը բոլորը իրեն գործն են անում։ Դա պիտի համարել հստակ նույն ճանապարհը։ Ես կարծում եմ այո։ Ես գտնում եմ, որ բոլորս պետք է նույն կետին հարվածենք, որպեսզի ձեր ներկայացրած եւ նկարագրած հայկական աշխարհը հզորանա։ Հակառակ դեպքում չի կարող, եթե ամեն մեկս տարբեր ուղղություններով փորձենք տարբեր խնդիրներ լուծել, իհարկե խնդիրները պետք է տարբեր լինեն, բայց պետք է նպատակաուղղված լինեն մեկ ուղղությամբ, այսինքն Հայաստանի եւ Սփյուռքի հզորացմանը։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ 3 գլխավոր ռազմավարական խնդիր կա Սփյուռքի նախարարության առաջ դրված, որը սահմանել եւ ձևակերպել է հանրապետության նախագահը։ Առաջինը դա հայկական ինքնության հզորացումն է եւ հայապահպանության խնդիրներն են, երկրորդը դա հայ ներուժի հայտնաբերումը եւ օգտագործումն է եւ երրորդը հայրենադարձությանը խթանող խնդիրներն են։ Այս 3 խնդիրների շուրջ է, որ 2 տարվա ընթացքում Սփյուռքի նախարարությունը գործել է։ Մենք 2009 թվականի ընթացքում լուծել ենք 4 գլխավոր խնդիր՝ գաղափարական, կազմակերպչական, ֆինանսական եւ իրավական։ Եվ սրանով ստեղծվել է պետական կառավարման մի մարմին, որը ես հայտարարել եմ եւ այսօր էլ չեմ դժվարանում հայտարարել, որ 18 տարի ուշացած նախարարություն է, որովհետեւ հայկական ռեսուրսները պետք են անպայման կապել հայրենիքի հետ եւ բաց չթողնել։ Հետեւաբար կարծում եմ, որ մենք երկրորդ տարին 2010 թվականը նվիրեցինք Սփյուռքի հիմնախնդիրների քննարկմանը։ Սփյուռքում կան կուտակված շատ ու շատ խնդիրներ, իսկ այդ խնդիրները պետք է որ Հայաստան պետությունը որպես պետություն ձևակերպի եւ Սփյուռքի հետ քննարկի։ Դրանցից մեկը խառը ամուսնություններն են, որոնք գնալով ավելի մեծ տարածում են ստանում եւ դրա դեմ պայքարել չենք կարող, այլ մենք պետք է կարողանանք այստեղից օգուտներ քաղել, հասկանալ թե Հայաստանը կամ հայ ժողովուրդը ինչպես պետք է կարողանա խառը ամուսնությունների պայմաններում այնտեղ ծնված երեխայի հայկական հայ լինելու, հայ ինքնության խնդիրները ավելի հզորացնել եւ ինչու՞ չէ այդ, ինչպես ասում են, փեսաներին եւ հարցներին դեպի հայկական աշխարհ բերել։ Գենետիկայի մասնագետը այդ նույն խնդրի առնչությամբ այստեղ ասեց, որ մտահոգվելու տեղիք չկա, մեր գենը ուժեղ է եւ մենք այդ համատեղ ամուսնություններում շահեկան են հայկական արմատները, այստեղ ես ձեզ ուրախացնեմ։ Այո, ես ուրախ եմ։ Ես ուզում եմ վերադառնալ, որ դուք նշեցիք գաղափարը գալիս է հանրապետության ղեկավարից, հայկական ռեսուրսը համախմբել, այսինքն մենք գիտենք, որ այդ ռեսուրսը կա, ընդ որում հզոր ներուժ կա, բայց ինքը նաև ընդունում ենք, որ արդյունավետ չի օգտագործում հայության համար։ Այո, այսօր չենք կարող մեր անելիքը, ձեր անելիքը, մյուսների անելիքը պիտի լինեն այդ ռեսուրսի հայտնաբերելը եւ ի նպաստ հայերի օգտագործելը։ Մենք այդ ճանապարհին ենք, դուք չեք տեսնում որևէ բան, որը այսօր մեր այդ ճանապարհից հեռացնում է եւ հուշեիք մեզ, թե ինչպես անել։ Ամենայն դեպս անցնող 2 տարիների ընթացքում ես չեմ կարող ասել, որ մենք կարող ենք մեծ սարեր շուռ տալ, բայց ամենագլխավոր խնդիրը մենք կարծես թե գտել ենք եւ դա Սփյուռքը նույնպես շատ ջերմորեն է արձագանքում, դա մասնագիտական կապերն են։ Մենք պետք է կարողանանք մեր ազգի ոչ միայն ֆինանսներից խոսել, այլ կապերից, կարողություններից, գիտելիքներից, հնարավորություններից, որովհետև դրանք կարող են շատ օգնել հայկական աշխարհին։ Բայց ֆինանսն էլ է ռեսուրս, պիտի իմանալ հայ ֆինանսը որտեղ է։ Սա անպայման, բայց ես գտնում եմ, որ միայն շեշտադրել ֆինանսը այդքան էլ ճիշտ չէ։ Եթե մենք խոսում ենք կապերից ու հնարավորություններից, կարողություններից, ֆինանսը ինքնըստինքյան գալիս է եւ գլուխ է բարձրացնում։ Եվ այստեղ ես գտնում եմ, որ մասնագիտական համաժողովները ամենակարճ ճանապարհն են, որովհետեւ երբ հավաքվում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ եւ սկսում են խոսել, նրանք կարող են ընդհանրական հայկական խնդիրներից խոսել, բայց կոնկրետ արդյունք արձանագրել չենք կարող։ Եվ վերջին 2 տարվա ընթացքում 9 մասնագիտական համաժողովներ գումարելով մենք հասկացանք, որ առաջինը
մենք նրանց ծանոթացնում ենք։ Ծանոթանում է սփյուռքը սփյուռքին, սփյուռքը հայրենիքին, հայրենիքի մասնագետը սփյուռքի մասնագետին։ Երկրորդ խնդիրը, որ լուծվում է, նրանք կարողանում են իրար հասկանալ եւ որոշակի ծրագիր առաջադրել։ Երրորդը այդ ծրագրի իրականացման մեխանիզմներն ու կառուցակարգերն են։ Չորրորդը այն համահայկական ցանցերն են, որ մենք ստեղծում ենք, որ նրանք կարողանան համացանցի միջոցով շատ արագ իրար հետ համագործակցել։ Եվ վերջապես հինգերորդը, որ մենք ստեղծում ենք ընկերակցություններ, մասնագիտական ընկերակցություններ, որովհետեւ ընկերակցությունները կարողանան անընդհատ աշխատել եւ ոչ թե միայն գան համաժողովի դրանով խնդիրը փակել։ Ես օրինակը կարող եմ բերել, որովհետեւ դուք խոսեցիք արդյունքի մասին։ Երբ մենք գումարեցինք ճարտարապետների համաժողովը, մասնակցեցին շուրջ 300 ճարտարապետներ, այսօր ես հպարտությամբ կարող եմ ասել, որ Շանհայ 2010 էքսպոն կառուցվել է հիմնականում սփյուռքի ճարտարապետների կողմից, մեր կողմից առաջադրված խնդիրների եւ տեխնիկական պահանջների համապատասխան։ Համաժողովի արդյունքը Շանհայն է։ Շանհայն է։ Ոչ թե եկան իրար տեսան, գնացին, այլ Շանհայում կոնկրետ գործեր։ Երկրորդը, Շանհայի շարունակությունը, որ երկրորդը Հայաստանում բացվեց